Բաքվի և Մոսկվայի միջև լարվածությունը գնալով խորանում է, ընդհուպ հարուցելով միջպետական սկանդալ։ Բաքուն չեղարկում է պաշտոնական այցեր, պետական մակարդակի միջոցառումներ, որոնք բոլորն ուղեկցվում են լրատվական կոշտ փաթեթավորմամբ։ Պատճառը հունիսի 27-ին Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության մեծ թվով ադրբեջանցիների խուզարկություններն են։ Տարբեր տվյալներով 50-ից ավելի մարդ հետապնդվել է, իսկ վերջնաարդյունքում նրանցից 9 հոգին ձերբակալվել, 2-ը սպանվել են։ Մահացածները Զիադին և Հուսեյն Սաֆարովներն են, որոնց դիերը Ռուսաստանից փոխադրվում են Բաքու։ Ըստ ռուսաստանյան կողմի, հետապնդվող ադրբեջանցիները հանցավոր խումբ են, որոնք կասկածվում են դեռ 2001-ին մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ։ Ադրբեջանական արձագանքներն այնուամենայնիվ շատ խիստ են և կտրուկ։ Եթե պաշտոնական մակարդակով Բաքուն կոչ է արել ուսումնասիրել ռուսական իրավապահների գործողությունները, ապա մերձիշխանական փորձագետների խոսույթում և մամուլում գերակա է այն համոզմունքը, որ ռուսական իրավապահների քայլերը դիտավորյալ են, հիմնված ազգային խտրականությամբ։ Ադրբեջանցի պատգամավոր քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը Եկատերինբուրգի դեպքերը ադրբեջանցիների արտաքսման օպերացիայի հետ է համեմատել։ Նա համոզված է, որ դա ուղղորդվում է Կրեմլի կողմից՝ նպատակ ունենալով ադրբեջանցիների միջոցով ճնշել Բաքվին։ Նա հիմնական պատճառների թվում նշում է Ադրբեջանի հավասարակշիռ քաղաքականությունը։ Մուսաբեկովը նման պայմաններում անհնարին է համարում երկրների միջև երկարաժամկետ համագործակցությունը և զգուշացնում, որ դրանք կարող են հակառուսական տրամադրություններ հարուցել Ադրբեջանում։ Ադրբեջանցի մեկ այլ քաղաքագետ Իլգար Վելիզադեն էլ նշում է, որ այդ դեպքերը ճգնաժամային են դարձնում առանց այդ էլ բարդ հարաբերությունները։ Ելնելով ադրբեջանական խոսույթներից՝ ակնհայտ է, որ այդ երկրում դեռևս լիարժեք վերականգնված չեն համարում Մոսկվայի հետ կապերը։ Գլխավոր պատճառը 2024-ի վերջերին ադրբեջանական պետական ավիաընկերությանը Ազալին պատկանող ինքնաթիռի կործանումն էր։ Բաքուն միջադեպը վերագրեց ռուսական կողմի անփութությանը, պնդելով, որ նրանք ինքնաթիռը խոցել են՝ շփոթելով ուկրաինական անօդաչուների հետ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անգամ ներողություն պահանջեց, սակայն Մոսկվայից այդպես էլ համապատասխան արձագանք չեղավ։ Դրան հաջորդեցին նաև այլ իրադարձություններ, օրինակ՝ Բաքվում ռուսական տան փակումը, Սպուտնիկ լրատվամիջոցի ադրբեջանական ծառայության գործունեության դադարեցման որոշումը և այլն։ Ենթադրելի է, որ ադրբեջանա-ռուսական հարաբերությունների անթաքույց լարվածությունն էր պատճառը, որ Ալիևը մայիսի 9-ին այդպես էլ չմեկնեց Մոսկվա, չնայած նախօրեին ընդունել էր համայն Ռոսիո պատրիարք Կիրիլին, որը տարածված կարծիքների համաձայն եկել էր համոզելու Ադրբեջանի նախագահին մեկնելու Մոսկվա։ Իսկ ներկայում Ադրբեջանը առկա լարվածությամբ դադարեցնում է Բաքվում անցկացվելիք ռուսական բոլոր միջոցառումները, չեղարկում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցը։ Բաքուն խուզարկություններ է սկսել Սպուտնիկ Ադրբեջանի գրասենյակում և բերման ենթարկել 2 աշխատակցի, նրանց ներկայացնելով որպես Ռուսաստանի ՖՍԲ-ի անվտանգության դաշնային ծառայության գործակալ։ Ադրբեջանա-ռուսական ոչ հարթ հարաբերությունների մասին է վկայում նաև Եկատերինբուրգի դեպքերից առաջ հունիսի 25-ին ադրբեջանցի լրագրողի հարցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նիդերլանդներում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ադրբեջանցի լրագրողը հարցրեց, թե թուրքական բանակը երբ է տեղակայվելու Ադրբեջանում՝ ի հակադրություն ռուսական սպառնալիքի։ Նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրս գալը, ադրբեջանցի լրագրողը մասնավորապես հարցրեց. «Պարոն նախագահ, երբ 2 տարի առաջ նորից ձեզ հարց ուղղեցի, թե արդյոք ռուսական բանակը մնալու է Ադրբեջանում, թե գնալու է, դուք այն ժամանակ նշեցիք, որ լքելու է, և այդպես էլ եղավ։ Հիմա թուրքական բանակը երբ է գալու Ադրբեջան։ Քանի դեռ չկա թուրքական բանակը, Ադրբեջանը մշտապես գալու է ռուսական վտանգը։ Մենք այդպես ենք համարում»։ Էրդողանը դիվանագիտական պատասխան տվեց, արձանագրելով միայն ռուսական զինված ուժերի դուրսբերման փաստը և ասաց, թե հարցը կորցրել է իր արդիականությունը, ինչպես նաև գովեց Ղարաբաղում ադրբեջանական վերականգնողական աշխատանքները, բայց հարցն այդպես էլ անպատասխան թողեց։